Հայաստան-Ադրբեջան նոր սրացում, նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն, խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ Երևանը պատրաստ է միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին։ Ինչ վերաբերում է Արցախին, Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետեւ այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Ադրբեջանը դրական է գնահատում Վրաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում հանդիպումը, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ հանդիպման ընթացքում երեք երկրների փոխարտգործնախարարները քննարկում են երկրներին հուզող ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, չշոշափելով բաց հարցերը։ Այսօրվա քննարկման թեմաներն ըստ Բայրամովի անդրսահմանային գետերն ու մի շարք այլ հարցեր են։ ԿՊԱ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշանակվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Զեյնալյանին ներկայացրել է բժշկական ու վարչական աշխատակազմին։ Շուրջ 2 շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ միանգամից 2 բուժ հաստատությունների տնօրեններ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ տնօրենների փոփոխություններ են սպասվում նաև այլ բուժ կենտրոններում։ Լոռու մարզում պղնձի հանքանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենն իր աշխատակցի միջոցով բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի գլխավոր տեսուչին կաշառք է տվել։ Նա տեղեկացել է, որ տեսչական մարմնի աշխատակցի կողմից Դեբետ-գետից վերցված ջրի նմուշների հետազոտության արդյունքները խնդիրներ են առաջացնելու ընկերության համար եւ որպես կաշառք գումար եւ բենզինի կտրոններ է փոխանցել։ Արդյունքում տեսչական մարմնի պաշտոնյան թափել է Դեբետ-գետի տարբեր հատվածներից նախորոք վերցված նմուշները եւ դրա փոխարեն ընկերության աշխատակցի մատնանշված վայրից նոր նմուշներ է վերցրել։ Ընկերության տնօրենին եւ տեսչական մարմնի գլխավոր տեսուչին մեղադրանք է ներկայացվել։ Վրաստանի կառավարությունը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը, ներքին գործերի նախարարությունը խորհրդարան է ներկայացրել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնցով այսուհետ առավել հեշտ կլինի երկրից արտաքսել օտարերկրյա քաղաքացիներին, իսկ միգրացիոն օրենսդրությունը խախտելու դեպքում տույժ տուգանքները կավելանան։ Պաշտոնական վիճակագրության համաձայն անցած մարտին միայն Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 97 քաղաքացի։ ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է դերակատարություն ունենալ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններում դրական արդյունքի հասնելու գործում, Թեհրանում հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Նա նշել է, խաղաղության հասնելու համար պետք է ջանքեր գործադրել, հավելելով, որ ինքն ամերիկյան կողմի հետ կապ է պահում, պարզելու համար, թե ինչպես ՄԱԳԱՏԷ-ն կարող է կամուրջ դառնալ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ու օգնել, որ բանակցությունները դրական արդյունք ունենան։